$120,000 արժողությամբ ծրագիր հանրապետության տարբեր բուհերում սովորող Ջավախքի եւ Արցախի բարձր առաջադիմությամբ 200 ուսանողի համար։ Նրանցից յուրաքանչյուրին ազգային ժողովի նախկին падգամավոր Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ եւ բարերար Սամվել Կարապետյանի հատկացրած միջոցներով տրամադրվել է միանվագ 200,000 դրամ։ Սա ընդամենը 1 տարվա վիճակագրություն է։ Ծրագիրը շարունակական է եւ իրականացվում է 2000-ականներից սկսած։ Մենք մեծապես կարևորում ենք Արցախի ու Ջավախքի հանդեպ ընդգծված ուշադրությունն ու հոգացությունը, ընդ որում ոչ միայն պետության, այլև բոլոր քաղաքացիներից կողմից։ Սերված լինելով մանկավարժների ընտանիքից, ավելին ինքն էլ աշխատանքային իր գործունեությունը սկսած լինելով մանկավարժի աշխատանքով, Կարեն Կարապետյանի համար յուրահատուկ տեղ ունի կրթության ոլորտը։ Ուստի շատ բնական է նրա ընդգծված ուշադրությունը այս համակարգի նկատմամբ։ Կարապետյանների համոզմամբ երկրի զարգացման եւ հզորացման հիմքը կրթությունն է, իսկ գլխավոր հարստությունը մտավոր ներուժը։ Ուստի պետք է ջանքերը կենտրոնացնել, որպեսզի այդ հարստությունը իրացվի Հայաստանում եւ որ մեր մտավոր ներուժը չհեռանա երկրից։ Ուզում եմ շատ մեծ շնորհակալություն հայտնել Տաշիր բարեգործական հիմնադրամին այսպիսի անակնկալ մատուցելու համար։ Փորձենք ճիշտ օգտագործենք, որպեսզի մարդիկ, ովքեր որ շահագրգռված են ուսանողներին նման օգնություն, նման, չգիտեմ, հաճույք պատճառելու, որ իրանք չհիասթափվեն։ Ուսման համար էլ իհարկե, բայց այնքան տեղ կա ծախսելու այդ գումարը, որ կորոշենք։ Նրանց այդ բարեգործությունների հսկայական շղթայում կարևորագույն օղակ է եւ Ջավախք աշխարհը, Ջավախքի ուսանողները, լավ սովորող ուսանողները այսօր կարծես թե ավելին է այս գնահատականը, քան զուտ նրա նյութական արտահայտությունն է։ Սամվել Կարապետյանի աջակցությամբ ծրագիր է իրականացվել նաև Ջավախքի, Արցախի եւ Հայաստանի լավագույն ուսուցիչների համար։ Իսկ հեռավոր եւ սահմանամերձ շուրջ 50 գյուղերի դպրոցներում կատարվել է համակարգչային վերազինում։